Բացելով նիստը ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նախ անդրադարձավ Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի նահանգի խոշորագույն քաղաքներից մեկի Ֆրեզնոյի վարչական շրջանի կողմից պաշտոնապես Արցախի հանրապետության անկախությունը ճանաչելու մասին բանաձևին, այն գնահատելով որպես վերջին շրջանում նման զարգացումների բնականon շղթայի մի մաս։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, որի ուղղությամբ համակարգված եւ նպատակասլաց աշխատանք են կատարում Արցախի եւ Հայաստանի իշխանությունները, Սփյուռքի լոբիստական կառույցները, փաստորեն սկիզբ է առել եւ վստահաբար կարող ենք ասել, հաջող ու հուսալի է այդ մեկնարկը։ Ասելով օրենսդրական գործունեությանը, պատգամավորները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, այն ներկայացվում է պատգամավորական նախաձեռնությամբ։ Ստուգումներն արդյունավետ իրականացնելու համար նպատակահարմար է այն կազմակերպել առանց նախապես զգուշացնելու։ Համաձայն գործող օրենսդրության համապատասխան ստուգումներ սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ այդ մասին տեղեկացվում են տնտեսավարվող սուբյեկտների ղեկավարները։ Իրականում նախազգուշացումը ստուգվող կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին եւ կոմունալ օբյեկտներին հնարավորություն է ընձեռնում այդ ժամանակամիջոցում հապճեպորեն, ընդ որում ժամանակավորապես վերացնել արկա խախտումները։ Այդպիսով իսկ ստուգումները դառնում են ոչ արդյունավետ, քանզի մինչև հաջորդ նախազգուշացված ստուգումը շատ հաճախ տնտեսավարող սուբյեկտներն իրենց աշխատանքները դարձյալ շարունակում են իրականացնել նախկին թերացումներով, այսինքն չպահպանելով հանրության առողջության պահպանման համար անհրաժեշտ սանիտարական նորմերը։ Օրինագիծն արժանացավ խորհրդարանի հավանությանը։ Օրակարգով նախատեսված մյուս օրինագծերը ներկայացվում են երկրորդ ընթերցմամբ։ ԼՂ քրեական օրենսգիրքը այն ուղեկցող օրինագծերի փաթեթով առաջին ընթերցմամբ ներկայացվել էր մարտյան լիագումար նիստում։ Դրանից հետո պատգամավորների կողմից մի շարք առաջարկություններ են եղել, որոնք հաշվի են առվել օրինագծի վերջնական տեսքի ներկայացման ժամանակ։ Լեզվի մասին օրենքին Արցախի խորհրդարանականները առաջին անգամ անդրադարձել են 16 տարի առաջ։ Նոր օրենքին պատգամավորները մանրակրկիտ են պատրաստվել։ Մենք փորձել ենք առաջարկությունների քննարկման ժամանակ ընդգրկել նաև փորձագետներին, իրավաբաններին, որպեսզի այդ առաջարկությունները զուտ պատգամավորների մեր ընկալումով չընդունենք, այլ նաև քննարկենք փորձագետների, իրավաբանների հետ։ Արցախյան բարբարների մասին խոսենք, որովհետև մենք ենք պատասխանատուն այստեղ նստած Շահումյանի բարբարի համար, Գարդմանի բարբարի համար եւ ընդհանրապես Արցախում շատ բարբարներ կան։ Ինձ թվում ավելի ճիշտ կլներ, եթե մի քիչ խորը նայեինք ու գրեինք արցախյան բարբարների մասին։ Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին ու դրա հետ կապված պետական турքի մասին եւ լիցենզավորման մասին օրենքներում համապատասխան լրացումներին խորհրդարանը հավանություն տվեց երկրորդ ընթերցմամբ։ Օրենքների ընդունումից բացի պատգամավորները քննարկեցին ԼՂ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումների վերաբերյալ տարեկան զեկույցն ու ԼՂ վերահսկիչ պալատի 2012 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը։ Մարինե Մկրտչյան, Սամվել Սայյան, օր։